Բարի ժողովուրդ ջան, այսօր տեսա առավոտյան, թե ինչ պարգևատրում էր կազմակերպված քոչին, կարծես Օսկար տվեցին, ապագա մեր վարչապետին։ Ուրեմն ասեմ, որ ես այն մարդկանց, ովքեր որ գտնվում էին այդտեղ, ովքեր որ շատ մեղմ եմ ասում, էշեշտուս էին տալիս, լրագրողների հարցերին էին պատասխանում, ասելով որ լավ արել, հարստացել է, ինքը ձերման աղքատ չի, եւ այլն։ Կամ են բողոքող մասան, որ իբր ինչ արել Փաշինյանը, որ 10,000 ավելացրել, ինքը միլիոններ ա ուտում, ու ես հասկացա, որ ես պետք է ներողություն խնդրեմ բոլոր այդ հավաքվածների առջև, նաեւ այն նորաձևիցներին, սատարողների առջև։ Ես լիքը բան ունեմ ասելու, էլի լիքը ներողություն խնդրելու առիթ ունեմ։ Ես ներողություն եմ խնդրում, որ ձեր էքերին այս պետությունը ձրի էկոներ ա տրամադրել, որպեսզի դուք կարողանաք բազմանալ։ Ես ներողություն եմ խնդրում, որ ձեր էքերը երբ որ ծննդաբերել են այս տարիների ընթացքում, ձեր թորնիկներին, ձեր էքերի ծնածներին մենք չենք վաճառել այլ երկրներ։ Ներողություն եմ խնդրում։ Ներողություն եմ խնդրում, որ ձեր տղերքին չենք տարեբանակ, սիգարետները վրան հանգցնելով չենք սատկացրել, ու անունը չենք դրել, որ թուրքն ա խփե։ Կներեք, որ ձեր տղաները հիմա բանակում սնված են։ Կներեք, որ ձեզ չեն քերում, ինչա թե բանակում են ծառայում։ Ներողություն էլի, որ բանակ ենք ստեղծում, զենք ենք առել ու հիմա սահմաններն ենք ամրապնդում, բունկերներ ենք սարքում։ Կներեք, հազար ներողություն։ Հազար ներողություն ձեր ազգուտակի առջև ներողություն եմ խնդրում, որ ջրի հարց ենք լուծել, որ թթու ջուր չեն խմում կամ ոտերով ջուր։ Հազար ներողություն, որ մինչև հիմա ձեզ հեծը ավելնորդ լույս չի հաշվում։ Հազար ներողություն դրա համար։ Իրոք, իսրտե ներողություն եմ խնդրում, որ չենք քերում ձեզ։ Կներեք, որ Փաշինյանը իրան դրախտներ չսարքեց, էլի չհարստացավ, դեպիլ էր։ Ձեր քոչի նման չէր, այդքան ուղեղ չուներ։ Ինքը ընդհանրապես անկապարտեզներ ու դպրոցներ կառուցեց։ Իրա խաղադաշտով, իրա ֆուտբոլի դաշտերով։ Կներեք էլի, որ հիմա տուգանքները կլինի մեքենաների, թե այլ տուգանքներ չի մտնում ինչ որ հոպարի գրպան, այլ մտնում է պետական բյուջե։ Կներեք։ Երևանի շենքերի լիֆտերը փոխեց։ Կներեք, որ տարիներ ի վեր մանկատան երեխեքի տներով ապահովեց։ Հազար ներողություն էլի։ Ես իրոք չգիտեմ ոնց մեղանչեմ։ Հազար ներողություն, որ հիմա մանկատներում դուք չեք կարա տանեք էլի այնտեղ ողորմություն տակ։ Պետությունը ամեն ինչ անում է։ Հազար ներողություն, որ սփյուռքին էլ չի կերում ու խափում էլի, թե իբր Արցախում ինչ որ բան անում։ Հազար ներողություն դրա համար էլի։ Ես չգիտեմ ոնց մեղաչեմ այս լրագրողների առաջ, որ ոչ մեկի տուն չմտավ, չծխեց։ Տունը ձեռից չառավ։ Հյուսիսային պողոտա չկառուցեց, ոչ մեկի լավը չծռեց, կներեք էլի հազար ներողություն։ Իրոք էլի sense չգիտեմ էլի ոնց մեղաչեմ, որ ոչ մեկի գլուխը չջարդեց, ոչ մեկի կուլակաթափ չարեց, չկողխեց խուցերը։ Այս որ արվում է, այս որ պետականացվում է եւ այլն, անգար չբերեք, ասեք թե հա էլի բայսի ինչ է, չէ։ Մենք պետք է մտնեինք երևի ցխեինք ձեր տատու պապին ու ձեզ էլ հետը, որ նոր ճիշտ ղեկավար դուրս գար Փաշինյանը։ Կներեք, որ ես չկարողացա ոչ մի ձևի իմ կոչերով կամ ինչ որ հրահանգներով, ոնց որ դուք եք ասում, չկարողացա էլի Նիկոլի վրա, որ ինքը բռնի ձեզ ցխի մի հատ, էլի աքսորի էս երկրից, էլի որ դուք չվայելեք էս երկիրը, որ այսօր ռուսին չփորձեք բերեք։ Հազար ներողություն եմ խնդրում նրա համար, որ մենք Արցախը համարեցինք Հայաստան ու փորձեցինք փրկենք։ Ու տասնապատիկ հազար ներողություն, որ մենք արցախցիներին ընդունեցինք, տեղավորեցինք, աշխատանքներ պետական մարմնում տվեցինք, հազար ներողություն, որ բոլորի հարցերը հոգացին։ Կներեք։ Դե թոշակառուների մասին էլ չասեմ, 16000-ից ինչքան դարավ ու հիմա էլ 10000 ավելացավ, հələ մի հատ էլ հետ վճարն է, հələ մի հատ էլ ծրի բան են անում, դեղին են օգտվում, օպերացիաներ են անում, արա ոնց չոքեմ ձեր դեմը ներողություն խնդրեմ, որ այս երկիրը սենց քանդեց էս Նիկոլը, Այդ ճանապարհները կառուցելը 7 ընտանիքի համար գյուղի ճանապարհ կառուցելը, արա ոնց ներողություն խնդրեմ էլի, որ այդ 7 ընտանիքի մարդատեղա դրել էս Նիկոլը, ես չգիտեմ ոնց ներողություն խնդրեմ, իրոք սենց քանդել կլինի, որ էսի քանդեց, սենց ավիրել կլինի, որ էսի ավիրեց, հորը սարել։ Ներողություն եմ խնդրում, որ հելակ շանթուլի պես ոռնացիք, ոչ մեկի տուն չմտավ։ Ոչ մեկի ձեր կնգա կամ ձեր տղամարդու առաջ ոչ մի բան չարեց։ Սեքսուալ առումով եմ ասում, էլի, արա հազար ներողություն։ Ներողություն եմ խնդրում նրա համար, որ ուսուցիչների աշխատավարձները բարձրացրեց։ Մեր բոլոր զինվորների, ովքեր որ պայմանագիր են կնքում, իրանց աշխատավարձները բարձրացրեց, իրանք արդեն իրանց մարդ են զգում։ Կներեք, որ մարդ են զգում, էլի։ Հազար ներողություն, որ ձեր երեխեքը կապ չունի տղայան, թե աղջիկ, կարա գնա հանգիստ աշխատանքի ընդունվի, չմտածելով, որ էս շեֆը իրան այն ձինձինից է անելու կաբինետում։ Կներեք, որ դատական համակարգը այնքան կախված Նիկոլից, այնքան կախում ունի իր հրահանգներով է աշխատում, որ դուք հիմա քաշ եք գալիս ազատ Հայաստանի Հանրապետության տարածքում։ Այ հազար ներողություն, որ ամբողջ աշխարհը մեզ հիմա մարդի տեղ է դնում, որ այդքան դիվանագիտական հանդիպումների է կանչում, որ հելնում ծափահարում է Նիկոլին, հազար ներողություն։
որ չի քնել այդ հանդիպումներին։ Եվ ամենակարևոր ներողությունս, կներեք, որ մեր երկրի պահով միայն ճիշտ ենք ասել ձեզ, թե մեր երկիրը Իրանից ինչ է ներկայացնում, ինչ իրավիճակում է գտնվում, ինչ դիվանագիտական հարաբերությունների մեջ է եղել ու ներկապային ինչ դիվանագիտական հարաբերությունների մեջ է։ Կներեք, որ ճկուն ուղեղով ենք մոտեցել իրավիճակին եւ աշխարհակաղակական այդ բոլոր օհու բոհին։ Ու նախորդ ժամանակին ենք որոշում ներկայացրել, թե ինչպես վարվենք, որ այսօր այս Իրան-Ամերիկա հակամարտության ժամանակ ոտնատակ չլինենք։ Դե կներեք էլի, որ դրոշ ենք պահել ու միջև հիմա պետություն ենք, 1000 ներողություն։ Իսկ դուք ժողովուրդ ջան, ինչ մտքեր ունեք, ինչի համար որ ներողություն պետք է խնդրեք, ներողություն։ Կարող եք ավելացնել։ Այն գրությունների մեջ որ ասում են հետգրություն է, տիկին, այն որ ասում ես քոչերյանը, գիտես ով է եղել, իր պապը, իր մաման, իր պապան եւ այլն, որ եկել է հարստացել է, բա ինչ պետք է անել, լավ արի, ես քեզ ուղիղ եմ ասում, բերնով մեկ քակ հակեր է, հասկացար։ Այսքանը։